Շարունակում ենք առավոտ լուսո weekend-ը առաջին ալիքի եթերում եւ հիմա պիտի անդրադառնանք ամենասպասված թերևս թեմային այս ամիսների ընթացքում հանրայինի հեռուստադիտողները հաճախ էին զանգահարում, գրում սոցկայքերում եւ անդադար հարցնում ուր է թույլողակ նախագիծը եւ երբ է այն վերադառնալու։ Մենք իհարկե ձեզ էլ երկար չենք սպասեցնի սիրելի հեռուստադիտողներ եւ ուրախությամբ կկիսվենք, որ թույլողակը այս եթերաշրջանում վերադառնում է եւ հենց հիմա կիմանանք շատ գաղտնիքներ այս հաղորդման մասին, քանի որ մեր տաղավարում է հաղորդման թույլողակ հաղորդման պրոդյուսեր Լիդիա Քարամյանը, ողջույն, եւ հաղորդավարուհի Անիտա Հախվերդյանը, ողջույն։ Շատ ողջույն։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար եւ պիտի սկսենք թերևս հենց առաջին ու ամենակարևոր հարցից։ Նախագիծը վերադառնում է, ինչ սպասենք երկրորդ եթերաշրջանում։ Դե ստացվում է, հիմա շատ էքսկլյուզիվ է եւ դուք տեսնում եք Անիտային, ինչի համար ես շատ ուրախ եմ, որովհետեւ համոզված եմ հեռուստադիտողը կընդունի Անիտային, նույնպես կսիրի եւ Անիտան իր էներգետիկայով, սենց զուսպ եւ խիստ էներգետիկայով անպայման կսիրվի հեռուստադիտողի կողմից եւ ամբողջ ստեղծագործական թիմը շատ մեծ սենց սպասումով է աշխատում հիմա երկրորդ եթերաշրջանի վրա, որովհետև շատ սիրված է եղել առաջին եթերաշրջանը, հիմա տենց բուրըն աշխատանքային պրոցեսն է տեղի ունենում։ Այնտեղ ինչպես եղավ համագործակցության առաջարկը եւ արդյոք միանգամից ընդունեցիք։ Որ մի առաջարկ ջան, որովհետև մենք եթերից առաջ պատմում եք, որ շատ երկար պատմություն է։ Ես եթե սկսենք ամենասկզբից, պիտի հիշենք 90-ականների վերջը, դա այսինքն անցյալ դարում է եղել առաջարկը, առաջին անգամ Ալեքսան Հարությունյանն էր տնօրենը հանրային հեռուստատեսության եւ որոշել էին, որ հենց ինձ պատկերացնելով այդ ծրագիրը պիտի եթեր գնում են ձևաչափը գնել։ Հետո այդ առաջարկի մասին գնաց խոսքը, ես հենց կարծես միասին ենք մենք այս քննարկել 2020 թվականի ամռանը։ Հասկանալի պատճառներով, որտեղ հոկտեմբերին պիտի նկարահանվեր, չնկարահանվեց, հետո նորից ստացա առաջարկը 22 թվականին եւ հիմա 25-ին ենք եկել հասել։ Միանգամից չեմ ընդունել առաջարկը, բայց ինձ համար կարևոր է մարդիկ ովքեր են աշխատելու եւ ես իսկապես երախտապարտ եմ, որ հենց Լիդիան է լինելու պրոդյուսերը այս նախագծի, որովհետեւ եթե դու իր կողքին ես, դու ապահով ես։ Շատ մեծ դեր խաղաց հենց իր կերպարը։ Այսինքն տես արդեն շատ պարտավորեցնող է այս ամենը Լիդիա։ Շատ պարտավորեցնող։ Խոսենք այս պատասխանատվության մասին, վստահաբար դու որպես պրոդյուսեր նախագծի, որն արդեն սիրված է եւ դուք Անիտա արդեն որպես հաղորդավար իսկապես մեծ պատասխանատվություն եք կրելու, ինչպես են անցել նկարահանումները եւ առհասարակ ինչպես է կիսում նաեւ այս պատասխանատվությունը ձեր մեջ։ Գիտեք, Անիտան ունի գերմանական ճշգրտություն եւ խստություն, դա արտահայտվում է ոչ միայն խաղում, այլ նաեւ աշխատանքային ընթացքում, թիմի հետ աշխատանքը, իմ հետ աշխատանքը եւ ստացվում է, երբ մենք հանդիպել ենք նույն ստեղծագործական թիմի հետ խմբագրական, Անիտան ի սկզբանե ներկայացրել է իր դիրքորոշումը, հիմա սա ուզում եմ մի քիչ պատմեմ այս կտորը, մենք հանդիպել ենք ստեղծագործական թիմի հետ եւ Անիտան ասում է սենց մի հատ բան Ես կուզեմ, որ թույլ օղակը այս եթերաշրջանում լինի այն թողարկու, այն հաղորդումը, որը կսիրվի նաև երիտասարդ թիրախի կողմից։ Եկեք մտածենք սցենարական կտորը, իրակերպարի կտորը, պատկերացնենք եւ գծենք այնպես, որ հետաքրքիր լինի նաև երիտասարդ սերունդին, որովհետեւ թույլ օղակը այն բացառիկ նախագծերից է հանրային հեռուստաընկերության, որը ապրում է սոցիալական կայքերում, սոցիալական հարթակներում ապրում է իր առանձին կյանքով։ TikTok-ում մենք շատ հաճախ տեսնում ենք ինչ-որ դրվագներ, որոնք տարածում են հենց մեր Z սերունդը, սենց ասած։ Անիտան այդ կողմը միանգամից սենց վերցրեց, հետաքրքրված էր ինքը այդ մասով, ճիշտ եմ, չէ՞ ասում։ Ու մենք բոլորս ոգևորվեցինք դրանից, որովհետև այս ճշգրտությունը, այդ իր տրամադրությունը եւ վերցնել այս թիրախը շատ սկզբունքային է նաեւ հանրայինի համար, առաջին ալիքի համար։ Անիտա, դուք ինչ կասեք։ Ես կասեմ, որ այդ մտավախությունը, որտեղ դա խաղ է։ Դու պիտի կրես ինչ-որ դիմակ, խստաբարո, երբեմն տականք, դա ձևաչափն է եւ դու պիտի համապատասխանես դրան։ Կուզես որ ինչ չափով որ կուզես։
Եվ ես անդադ մտածում եմ ոնց անեմ, որ այդ չափաբաժինը լինի ճիշտ հաշվարկած, որովհետև ես ունեմ շուն, ում հետ զբոսնում եմ Երևան քաղաքի եւ կուզեի որ զբոսնելուց մարդիկ ինձ տեսնեն ինչ որ այդպես adekvat ռեակցիաներ տալեն։ Իրականում նաև թույլողական նախագծերից է, որ սիրվեց բոլորի կողմից, անկախ տարիքից, սեռից եւ բոլորը շատ լարված հետևում էին, տանը նստած խաղում, բայց վստահաբար կարող ենք փաստել մեկ այլ բան է տանը հանգիստ բազմոցից հետևել խաղին եւ մասնակցել։ Կանոնները շատ խիստ են, ինչը տեղի ունենում մասնակիցների հետ հենց նկարահանման հրապարակում, արդյոք լարվածությունը ավելանում է նկարահանման այդ process-ը եւս մեկ չափաբաժնով ավելացնում է այդ լարվածությունը, երբեմն խախտում են կանոնները նրանք խաղի ընթացքում։ Անշուշտ, այո, անշուշտ կա այդ տոկոսը, որ դու ուղիղ խաղալու, ուղիղ եթերում խաղալու ընթացքում դու իհարկե վրիպում ես, իմանալով հարցը, իհարկե վրիպում ես, բայց դա նորից եմ կրկնում խաղը եւ գուցե հետո ասի, վայ, ախր ես ոչ չեմ հիշում, ասում են, չեմ հիշում եւ երբ որ սխալվում է մասնակիցը, հեռուստադիտողը իրան լավ ազգում։ Դա հոգեբանական, նաեւ ինչ որ տար ունի իր մեջ, որ ես գիտեմ, բայց ես չէ որ ավելի խելացի եմ բազմոցին նստածս։ Այո, իսկապես նկարահանման տաղավարում այդ լույսերի եւ տեսախցիկների արժեվ հայտնվելը իհարկե լարվածությունը կրկնապատկում է, եթե ոչ քարապատկում է, բայց ինձ հետաքրքիր է ուզում եմ վերադառնանք նորից կերպարի թեմային, որը քննարկում ենք քիչ առաջ, որովհետեւ ձևաչափը միջազգային է, վստահ եմ մեր հեռուստադիտողները եւս գիտեն, որ շատ երկրներում է արվում այս նախագիծը, մինչ օրս իդեպ շարունակում է ռեյտինգային լինել, ինչպես նաեւ Հայաստանում, բայց հաղորդավարները եւ հաղորդավարի կերպարները տարբերվում են։ Մենք կարծում եմ շատերս այսպես սովոր ենք տեսնել հատկապես ռուսական տարբերակը, որտեղ շատ խիստ է հաղորդավարը, բայց կան երկրներ, որտեղ հաղորդավարը այդքան էլ խիստ չէ, գուցե անգամ ավելի շոուի խաղավերացում է շոուի եւ ոչ այսպես խիստ հարցաքննության։ Հիմա ինձ հետաքրքիր է թե դուք ինչ քննարկումներ եք ունեցել եւ կերպարը ինչպիսին է լինելու չափից դուրս խիստ, միջին խստության, թե ավելի բարի եւ մասնակիցներին օգնող։ Դու սկսես թե ես։ Չէ, դուք, կարծում եմ դուք։ Ես շատ շնորհակալ եմ, որ ինձ տրվել է այդ ազատությունը, որ տեղում կողմնորոշվելու, այո, դու պահանջվում է ինչ որ այդ մուրճը ձեռքը։ Հա, թե բայց հետո ախր ես որ սիրում եմ խելացի մարդկանց եւ երբ որ մարդը ճիշտ է ինչ որ հարցին պատասխանում, դու պիտի անթակույց ես ուրախանում եմ, ես չեմ կարող դա թաքցնեմ։ Եվ մենք փորձելու ենք հիմա լսենք Լիդիային։ Ես կարծում եմ, որ Անիտայից պետք չի ստանալ կերպար, սա կուզեմ իմանա հեռուստադիտողը, Անիտան կարծում եմ լինելու է Անիտա եթերում, որովհետև բոլոր այն մասնակիցները, որոնք եկել են եւ մասնակցել են քաստինգին, ասած ասած հարցազրույցային փուլում, շատ ոգևորված են եւ կան մասնակիցներ, ասած մի քիչ փակագծեր բացեմ, որոնք մասնակցել են նախորդ եթերաշրջանում եւ նաեւ հաղթողներ են լինելու, որոնք եղել են նախորդ եթերաշրջանում։ Երբ Անիտան տիրապետում է այդ ինֆորմացիան եւ տեսնում է, որ իր դիմացը հենց հիմա գտնվում է այն մարդը, ով հաղթել է օրինակ նախորդ եթերաշրջանում, դա ավելի շատ ինձ թվում է կտրամադրի, ավելի խիստ լինել, միգուցե ավելի ուշադիր լինել, ավելի խստապահանջ։ Սա ամենալավ բանը սրա մեջ, որ դու այս մի դիմակը հանում ես, դնում ես, այլ մյուսը հագնում ես։ Այո։ Ըստ իրավիճակի։ Այսինքն մենք տեսնելու ենք եւ շատ բարի Անիտային, որը հոգատար է նաեւ խաղացողների նկատմամբ։ Դե լավ, այդպես ասենք, թող մասնակիցները միանգամից չտրամադրվեն եւ շատ չլարվեն եւ իհարկե խստապահանջ, ինչպես Լիդիան ամենասկզբում նշեց, գերմանացու այդ ճշգրտապահությամբ հաղորդավարուհուն, որը հետևելու է խաղին եւ իհարկե ոչ մի խախտում չի ընդունելու, այնպես որ պետք է շատ զգույշ լինել այս ընթացքում, նաև պատմենք այն մարդկանց մասին, որոնք աշխատելու են կադրի մյուս կողմում, ինչպիսին է նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտը ստեղծագործական խմբի կողմից։ Այո, մինչև իրականում նկարահանման տաղավար տեղափոխվելը կա մեծ ստեղծագործական թիմ խմբագիրների, սցենարիստների, որոնք աշխատում են մեր հետ, իրանք անում են ահռելի քանակի մեծ ծավալի աշխատանք, ինչի համար ես շատ շնորհակալ եմ եւ այն ժամկետները, որի մեջ իրանք ինտեգրվել են, շատ շնորհակալ եմ, շատ պրոֆեսիոնալ թիմ է եւ այն
տեխնիկական թիմը, որը աշխատում է, սա այն նախագծերից չի, որտեղ մենք մտնում ենք տաղավար, մենք գիտենք ոնց է պետք ստանալ այս նկարահանումը, սա այդ նախագիծը չի, որովհետև մենք ունենք հատուկ գրած soft ծրագիր, որով աշխատում է մի կոճակով ուղղակի մի կնոպկայով աշխատում է այս նախագիծը, այդ ամեն ինչը սինխրոնանում է եւ շատ դժվար ծրագիր է։ Ես շատ շնորհակալ եմ նաեւ մեր տեխնիկական թիմին, որովհետև տիրապետում են այդ աշխատանքին եւ շատ պրոֆեսիոնալ ներկայացնում են այս նախագիծը հեռուստադիտողին։ Ինձ գիտես ինչ հետաքրքրեց, քանի որ իսկապես տեխնիկապես բարդ է իհարկե ապահովել նաեւ ընթացքը նկարահանման եւ նախագծի եւ վստահ եմ, որ հեռուստադիտողները եւս գիտեն, որ յուրաքանչյուր փուլի համար որոշակի ժամանակ է հատկացված, այսինքն երբ սկսում ես այդ փուլը, չես կարող ընդհատել, շատ դժվար, այսինքն մինչեւ ավարտի պիտի հասնես, հա։ Ինչ է լինում, եթե մասնակիցներից որևէ մեկը ենթադրենք շփոթվում է կամ լինում է գուցե տեխնիկական խնդիր, արդյոք հնարավոր է դադարեցնել այդ արագընթաց փուլը եւ փորձել օրինակ նորից սկսել, թե ոչ։ Դե գիտես, քանի որ ֆորմատը պատկանում է BBC-ին, ում հետ մենք համագործակցում ենք տարիներ շարունակ, եւ բրիտանական հեռուստատեսությունը առաջինն է արել այս նախագիծը, կա շատ հստակ գրված ձևաչափ, որ իրենք կոչում են եւ մենք իհարկե արդեն ինտեգրել ենք այդ բառը մեր աշխատանքային կենցաղի մեջ Bible։ Ստացվում է, որ այդ Bible-ի մեջ մանրամասն գրված է այն ամեն ինչը, ինչին մենք պիտի կանոններ, որոնց պիտի հետևենք։ Ստացվում է, որ այս փուլը, երբ մենք սկսում ենք խաղը, մենք գիտենք վարքյան առ վարքյան ինչա տեղի ունենալու, որովհետև մանրամասն այդ ամեն ինչը ներկայացրած է, պարզապես պետք է այդ ամեն ինչը ապահովել եւ խաղալ, այսպես ասած, Bible-ում գրած կանոններով։ Եթե մեր մոտ լինում է տեխնիկական խնդիր կամ օրինակ հաղորդավարի կողմից կամ մասնակցի կողմից, մենք պարտավորված ենք լինում չեղարկել այդ փուլը եւ սկսել այդ փուլը 0-ից, այլ հարցերով, չկրկնելով այն հարցերը, որոնց ժամանակ եղել է որևէ խնդիր։ Անգամ եթե գումար է հավաքվել Բայց ես ձեզ ասեմ, որ իմանալով դա ամենաիհարկե բարդ կողմն է այս նախագծի, որ դու պարզապես չունես տարբերակ սխալվելու եւ դա բավական դժվար է, որտեղ արագության վրա հարց կարդալը դու այդ հարցերը պիտի գոնե անգիր իմանաս, որ չվրի պես ոչ մի վարքյան։ Պիտի բացառել այդ սխալմունքը։ Եթե բացառում ես, ստացվում է։ Եթե ասում ես, այ եթե սենց լինի, սենց կանենք, չի կարող լինի։ Հնարավորություն սխալվելու չկա, ոչ հաղորդավարի դեպքում, ոչ էլ մասնակիցների դեպքում փաստորեն։ Պետք է շատ լավ պատրաստված լինել, եթե որոշել եք մասնակցել եւ զրույցն ամփոփելով, ինչպիսին է խոստանում լինել թույլողակը այս եթերաշրջանում։ Ես կարող եմ ասել, որ մենք ունենք անակնկալներ, որոնց մասին հիմա չենք ասի, բայց անհամբեր սպասում եմ այդ թողարկումների նկարահանումներին եւ հեռուստադիտողի վերաբերմունքին, անհամբեր սպասելու եմ կոմենտներում ու կոչ եմ անում բոլորին, որ լինել ակտիվ սոցիալական կայքերում հանրայինի եւ թողնել մեկնաբանությունները թե մեր աշխատանքի մասին, թե Անիտայի մասին, թե հատուկ թողարկումների, անակնկալների, մի խոսքով ես այդ շատ եմ սիրում։ Այդ իմ մասին ինչի՞ պիտի թողնեն օրինակ։ Ուզում եմ, որ ձեզ սիրեն, ուզում եմ, որ ձեզ նկատեն, որովհետև այն աշխատանքը, որը դուք հիմա անում եք ու այնպես ոնց ներկայանալու եք, անհնար է չսիրել ձեզ։ Ես համոզված եմ, որ դուք ունեք սենց երանգ բնավորության, որը անպայման սենց կբռնի հեռուստադիտողը եւ կդարձնի սենց մի հատ բարկա ֆիշկա այս հաղորդման։ Ես անհամբեր սպասում եմ դրան։ Իմացաք։ Այլ տարբերակ չկա։ Ես հիմա չեմ կարող այսպես պաշտոնական դիրքը չչարաշահել եւ չխնդրել Անիտային իհարկե հնչեցնել այն լեգենդար արտահայտությունը, որը հնչում է երբ մարդիկ լքում են, պատկերացնենք, որ ես ու Մանեն այսպես խաղացինք, չստացվեց, համարը հասնում ենք եզրափակիչ փուլ, բայց չստացվեց ու ժամանակն է, որ մենք լքենք խաղը։ Խակ պտուղը ծառին երկար է մնում, Դավիթ, բայց ձեզ շատ արագ թափ տվեցին։ Դուք ամենաթույլողակն եք։ Մնաք բարյավ։ Հենց այսպես ոչ խաղ պտուղներով ավարտում ենք այս հատվածը մեր հարցազրույցի, շնորհակալ ենք իսկապես անհամբեր սպասելու ենք, իհարկե փորձելու ենք նաև եթե հնարավորություն լինի նկարահանումներին ներկա լինել եւ հետևելու կողքից ամբողջ ընթացքին եւ վստահ ենք, որ մեր հեռուստադիտողներն էլ անհամբեր սպասելու են նոր թողարկումներին գարնանային եթերաշրջանում։ Շնորհակալ ենք Անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար, իսկ մենք շարժվենք առաջ։